Ես տեսնում եմ, որ շատ տարբեր մասնագիտական կողմնորոշում ու հետաքրքրություններ ունեցող երեխաներ են մասնակցում այս այցերին, ինչը նշանակում է, որ ամենևին էլ պարտադիր չի, որ երեխան ունենա որոշում գիտությամբ զբաղվելու, որպեսզի իրեն հետաքրքրի գիտական ինստիտուտ այցելելը, եւ կարծում եմ իսկապես շատ կարեւոր կլինի, որ մեր դպրոցների համար պարտադիր լինի գիտական որևէ ինստիտուտ այցելելը տարվա ընթացքում եւ մեր երեխաներին հնարավորություն տալը ծանոթանալ այն պայմաններին, որոնցում աշխատում են գիտնականները, շփվել գիտնականների հետ, լսել նրանց հետազոտությունների մասին ու կարծում եմ մենք այդ աշխատանքը այդ տրամաբանության մեջ կշարունակենք, որովհետև իհարկե շատ կարևոր է, երբ որ հետաքրքրված երեխաները իրենց նախաձեռնությամբ դիմում են եւ մասնակցում են այս այցերին, բայց նաեւ կարևոր է, որ մեր մյուս բոլոր երեխաներն են, որոնք գուցե չեն մտածել գիտական ինստիտուտ այցելության մասին, երբ որ այդ հնարավորությունը ձևավորվի որպես կրթական ծրագրի մաս, արդեն մեկ անգամ այցելելով գուցե այդտեղ թե մասնագիտական կողմնորոշման, թե հետագա իրենց ճանապարհի կարևոր որոշումների համար դա իսկապես լինի նշանակալից իրադարձություն եւ տեսնում եմ, որ իսկապես երեխաները տպավորվում են, որովհետեւ գիտությունը թերևս ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկն է եւ հուսով եմ, որ այստեղ մեր այցերին մասնակցող երեխաների համար էլ այս այցերը դառնում են հետագա գուցե որևէ ուղղորդման իրենց անելիքների մեջ ավելի հստակ պատկերացումներ ձևավորելու կարևոր քայլ։ Ես եկել եմ Գեղարքունիքի մարզից, Մարտունու շրջանի Վարդենի գյուղից։ Այցելությունները, նախարարի հետ հանդիպումը ու նշանավոր ֆիզիկոսների, նմանատիպ մասնագետների հետ շփումը, այս բոլոր տեխնոլոգիաներին ծանոթանալը ինձ մեծ հնարավորություններ տվեց։ Ավելի ճիշտ կողմնորոշվել է, թե կոնկրետ ֆիզիկայի որ բաժնում պետք է խորանալ։ Ինձ ավելի հետաքրքրեց, երբ գնացել էինք ռադիոիզոտոպների բաժին։ Շատ զարմացրեցին մագնիսական փորձերը, էլեկտրոնիկայի հետ կապված փորձերը, երկրի ձգողությունը, որ բացատրում էին, դա հետաքրքրեց։ Ես փոքրուց ուզել եմ ֆիզիկոս դառնամ կամ քիմիկոս, բայց հետո ժամանակի ընթացքում դա մարել է, բայց որ եկածը այս փորձերը տեսա, այս ամեն ինչ տեսա, նորից կրակ ծագեց եւ ես նորից ուզում եմ դառնամ քիմիկոս կամ ֆիզիկոս։